Մինչև Ղազարյանը գա։ Հատկապես սահմանափակումների մասին Այսօր մենք ավարտեցինք բացման խոսքի Էդգար Ղազարյանի եւ նաեւ ավարտեցինք վկայի, միակ վկայի, մեղադրանքի կողմի վկայի արձակնությունը։ Ցավով պետք է արձանագրեմ, որ դատարանը կարծում եմ սահմանափակ կիրառեց մեղադրանքը։ Գիտեք, սա այնպես չի, որ միայն այս դատարանին է վերաբերում, հաճախ պատահող մոտեցում է կամ որոշակի տարածվածության աստիճան ունեցող մոտեցում է, որը ինքնին կարծում եմ այս դեպքում հատկապես է դա շատ ցցուն երևում, պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակմանն է վերաբերում, որովհետև մեղադրանքը ունի իր վարկածը, մենք էլ ունենք մեր վարկածը։ Մեղադրանքն իր վարկածը ներկայացրել է գրավոր ձևով մեղադրական եզրակացությամբ, մենք մեր վարկածը ներկայացրել ենք մեր բացման խոսքերով։ Մենք անում ենք որոշակի պնդումներ, Էդգար Ղազարյանը բավական ծավալուն ելույթ ունեցավ, այսօր երևի թե ամենակարևոր հատվածն էր, բովանդակային նա փորձում է պարզաբանել ինքը ինչ նկատի ունի, օրինակ, շատ պարզ օրինակ ասեմ։ Նա նշում է, դա իր մոտեցումն է, հիմա ես բարձրաձայնում եմ Էդգար Ղազարյանի մոտեցումը։ Ես ոչ դրա ճշմարտացիությանն եմ գնահատական տալի, ոչ ճշմարտացիությանն եմ գնահատական տալի։ Ասում է, հարգելի քաղաքացիներ, քանի դեռ չկա, օրինակ, սահմանադրական դատարանի փոխնախագահ, արդեն նախկին հիմա ինչ էր, Վահե Գրիգորյանի վերաբերյալ անհատական ակտ, որ նա ընտրվում է, նշանակվում է, հանդիսանում է, դառնում է, էական չի ինչ, անհատական իրավական ակտ, սա իրավական կատեգորիա է, որպես սահմանադրական դատարանի փոխնախագահ, ուրեմն ես իրավունք ունեմ այդ մարդուն սահմանադրական դատարանի փոխնախագահ դառնալը ուշադրություն համարել ապօրինի, ոչ թե համարել, որ նա սահմանադրական դատարանի փոխնախագահ չի կամ ոչ միայն համարել, որ սահմանադրական դատարանի փոխնախագահ չի, այլ համարել ապօրինի եւ իրեն մեղադրանք է առաջադրել հենց այդպիսի արտահայտության համար իթիվս այլոց, որը մեր համար ահավոր տարօրինակ է։ Իսկ մարդուն մեր երկրում մի պահ կանգ առնենք ու ֆիքսենք։ Մեղադրանք է առաջադրվում այն բանի համար, որ նա համարում է, որ ինչ որ պաշտոնատար անձ այդ պաշտոնը զբաղեցնում է ապօրինի։ Որ ասում է, իջեք հասանք տեղ, էլի։ Բայց այդ հենց թողնենք մի կողմ։ Դրա հետ կապված մարդը հարց է տալիս։ Ասում է, ես որպեսզի իմ հրապարակայնորեն հնչեցրած միտքը կարողանամ ավելի հասու դարձնեմ դատարանին, դատարանը դրա գուցե ողջամտությունը գնահատի, գուցե դատարանը այդպես ի վերջո ողջամտության չափանիշը ի վերջո դնի մեղադրանքի գնահատման հիմքում, գուցե այլ չափանիշ դնի, էական չի, բայց մենք ուզում ենք պարզել իրականում այդ միտքը որոշակի հիմք ունի թե չունի, դատարանը այդ հարցը հանում է։ Դա մեր իրավունքների սահմանափակում մենք գնահատեցինք։ Բազմաթիվ հարցեր են, ես մի օրինակ եմ բերում, որը շատ ավելի հասկանալի կլինի մեր հանրությանը, դրա եւ բազմաթիվ այլ հարցեր, ես որպես փաստաբան չեմ կարող, իրավաբան չեմ կարող չասել, որ որոշ հարցերի հետ կապված գուցե վիճելի են։ Դա էլ չեմ ուզում ձեռքս դնեմ խղճին ու ասեմ, չէ, բոլորը անվիճելի են։ Հարցեր կային, որ իրոք կարող էին վիճելի համարվել, բայց հարցեր կային ինչպես այս դեպքում, ոչ թե վիճելի չէին, էլի։ Դրա համար մենք ցավոք արձանագրեցինք, որ այսպիսի սահմանափակում տեղի ունեցավ։ Այնուհանդերձ վկայի հարցաքննությունը ես թույլ տվեք համարեմ այնուհանդերձ դրական, որովհետև վկան տվեց մի քանի կարևոր պարզաբանումներ, օրինակ, թե ինչպես է նա ընկալել այդ գաղափարները, որպես բնութագրեր է ընկալել, հատկապես այդ տերմինը շեշտվեց, ես դա կարևոր եմ համարում։ Կարևոր էր նաև այն, որ վկան չպարզաբանեց եւ ըստ էության չհերքեց այն, որ սահմանադրական դատարանի դատավորների կողմից է եղել հայտնի հայտարարության հետ կապված նախաձեռնությունը, դա չհերքեց եւ ես ուրախ եմ, որ ցուցմունք չտվեց։ Ցավում եմ, որ դատարանը այդ պահին չասեց, որ դուք պարտավոր եք ցուցմունք տալ, հարցը չի համում, դուք պարտավոր եք ցուցմունք տալ, այլ ոչ թե հղում անել ինչ որ ներքին աշխատանքային։ Պատկերացրեք, ցանկացած մեկը գա, դե ասի, գիտեք, դա կոնֆիդենցիալ է, մենք ես ու ընկերս ենք դրա մասին խոսել, հիմա չեմ կարող դրա մասին պատմել։ Վետեղավ դատավարությունը ինչի համար է։ Դե եկեք ունեն բոլորս ցուցմունք տալուց հրաժարվենք։ Կոնֆիդենցիալության որևէ բաղադրիչ այդտեղ չկար, մինչդեռ դատարանը այդտեղ նույնպես թույլ տվեց մեր իրավունքների սահմանափակում։ Կարճ ասած, մենք ունենք այսօր ռուսերեն ասեմ смешанные чувства։ Մի կողմից մենք ցավով արձանագրում ենք, որ դատարանը որոշ դեպքերում մեզ հնարավորություն չտվեց, որպեսզի մենք արդյունավետ իրականացնենք մեր դատավարական հնարավորությունները, հանելով մեր հարցերը, չարձագանքելով
ապօրինաբար մեր հարցերին չպատասխանելու, բայց մյուս կողմից մենք ստացանք կարևոր հարցերի պատասխաններ։ Այսքանը։ Պայմանավորում դատավորի նման վերաբերմունքը սահմանափակումների առումով։ Դե հիմա ես չեմ ուզում այս պահին ասեմ, թե ինչով են պայմանավորում կամ դատողություն։ Ցանկացած մարդ կարող է իր դատողությունը անել, ամեն դեպքում մենք դատավարության շրջանակներում ենք գտնվում, արձանագրենք, որ առանձին դեպքերում դատարանը շատ օրինական որոշումներ է կայացնում, օրինակ դատախազի առարկությունների մասով եւս։ Դրա համար ես նպատակահարմար չեմ համարում հիմա ամբողջությամբ բացահայտել այն ինչ որ իմ մտքում է։ Այսքանը, շնորհակալություն։ Պարոն Ղազարյան, ձեր տպավորությունները նոր քիչ առաջ պարոն Մելիքյանն էլ անդրադարձավ, որ շատ հարցեր հանվեցին եւ շատ կարեւոր հարցեր ձեր դիտարկմամբ այդպես էլ